Փաշինյանն ասում է, եթե իրենք չընտրվեն սեպտեմբերին պատերազմ է լինելու, ինչու է ձեզ շանտաժանում Փաշինյանը եւ դուք այն մարդն եք, ում հետ նա կարող է այս ձևով խոսել։ Բայց գիտեք ինչ, Փաշինյանն էր, որ եղավ պատերազմ, ինչի մասին է խոսքը։ 44 օրյա պատերազմը Փաշինյանի օրոք չէր, ջերմուկի դեպքերը Փաշինյանի օրոք չէին, ինչի մասին է խոսքը։ Չի կարելի այդպես։ Ես կարծում եմ դա ուղղակի վախի մթնոլորտ ստեղծելու համար են այդ հայտարարությունները։ Շանտաժան, որովհետև ինքը չի ուզում իր աթոռից վեր կենա։ Շատերը կասեն, որ ինքն է, բայց մեզ ոչինչ չունենք։ Արարատ չունենք, Արագաշ չունենք, Սևլիչ չունենք, Շուշի չունենք, ոչինչ չունենք։ Մենք ոչինչ չունենք, ընդամենը մի փոքր հող ունենք։ Այդ էլ հեսա կտա էլի Թրամփին շատ գեղեցիկ ձևով, էլի մենք ոչինչ չենք ունենա։ Հենց այդտեղից էլ վախեցան մախեղ ժողովրդին։ Այս մեր հայությունն արդեն վախեցած։ Թող լինի։ Հայ ազգը միշտ էլ պայքարի մեջ եղել է։ Միշտ էլ կարա լինի պայքարի մեջ իսկական հայերը, որ հայրենասեր է։ Իսկ իրանման ժեզոֆրոնիկներ նոնք վախկոտ են։ Նրանք իրաց աթոռից են մենակ հանգած աթոռը տակներից չփախչի, կարճած են դեղից։ Էդ են ուզում իրանք։ Պատերազմից չենք վախենում, ես 4-րդ պատերազմն ամուսինս մասնագետ է, չգիտեմ, մենք չենք վախենում պատերազմից, բայց հաստատ եմ ասում լավ է մեղմել կանգնած, քան ապրել ծնկաճոկ։ Էդ էլ չգիտեմ, մեզ տակուց այդ գաղափարով են սնել։ Մենք կյանքում չենք կարա ծնկաճոկ ապրենք։ Նախ պատերազմները մենք գիտենք, որ լինում են հիմնականում երկու բանի համար՝ կրոնական եւ տարածքային։ Իսկ եթե ինքը կոչ անում պատերազմի, ուրեմն նախնական տվյալներով ինչ-որ պայմանավորվածություն ունեն որոշակի տարածքների հանձնման վերաբերյալ։ Իսկ եթե ինքը չընտրվի, ուրեմն պատերազմի միջոցով այդ տարածքները պետք է վերցնեն։ Որ իրան ընտրեն։ Ինչի համար։ Որ նույնիսկ իրան ընտրեն։ Մինչև սեպտեմբեր էլ կարող է պատերազմ լինի։ Մինչև ընտրություններ դաժե կարա պատերազմ լինի, չի որ ինքը որ ընտրվեց, պատերազմ չի լինելու։ Ինքը ընտրվեց, ասելու են ես հողը դու, ես տարածքը դու, կայնելու ասի ժողովուրդ, դե ուզում են չտանք, կռիվ եք ուզում, դե կռիվ արեք, էդ է ասելու։ Պատերազմից չենք վախեցել, պատերազմի մեջով անցել ենք, բայց եթե այսօր պետք է էդի ընդունենք, որ պատերազմ չլինի, բայց լինենք նսեմացված վիճակում, ես դա չեմ ուզում։ Ղալաթան եմ, խիա պատերազմ լինելու։ Պատերազմ լինելու։ Ղալաթան, Փաշինյանն ասեմ։ Այդ սուտ է, այդ իրան իսկ ախվաշ չի, պատերազմը իրան իսկ ախվաշ չի։ Ալիև որ ուզի հարձակվի լվա, չի հարձակվի, իսկ թվում է, աշխարհը կաղնած է։